չի կարելի հենվել Ալիևի խոսքի վրա, ասել դե խաղաղություն է, Ալիևը երաշխիքներ է տվել։ Իրենք հավատացել են իրենց ասած խաղաղությանը ու գնում են բանակ կազմալուծելու ճանապարհով, բանակ անդրջացնելու ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը պայքարում է առհասարակ հայկական ինքնության դեմ, հայկական հիմնական կառույցների դեմ։ Փաշինյանի համար չկան սրբություններ, չկան արժեքներ, չկան ոչինչ չկա։ Ալիևը ամեն կերպ փորձում է աջակցել Փաշինյանին, որովհետեւ Փաշինյանը մնա իշխանության։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես Դավիթ Ղազարյանն եմ։ Մարտական եղբայրության ազգային հեղափոխություն կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մասիս Շիրյանի հետ կքննարկենք այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները։ Բարև ձեզ։ Մասիս, Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դատական process-ը մոտեցավ իր տրամաբանական ավարտին, վերջում դատում էին Ռուբեն Վարդանյանին եւ դատավճիռը 20 տարի էր։ Իհարկե մենք նրան երկար տարիների կյանք ենք մաղթում, բայց հաշվի առնելով նրա տարիքը 20 տարին գրեթե ցմահ է նշանակում։ Իշխանությունը բնականաբար լուր է այս հարցում, բայց մենք տեսնում ենք, որ այս անգամ ընդդիմությունն էլ է լուր։ Եթե Արցախի մյուս գործիչների վերաբերյալ բավականին աղմուկ կար, այս անգամ ահագին լուր էր։ Ի՞նչն է պատճառը, որ Ռուբեն Վարդանյանին լքել են մեր քաղաքական գործիչները։ Նախ մեր մեջ ասած ընդդիմությունը մյուսների նկատմամբ էլ մի այնպիսի աղմուկ չի բարձրացել, որ իրականում ինքը կարող էր անել, որովհետև պետք է հիշենք, որ պարլամենտական ընդդիմությունը պատիվ ունեմ է եւ Հայաստան դաշինքը, դրանք նախկին նախագահների թիմերն են, որոնք որ բազմաթիվ անգամներ միջազգային հանդիպումների են գնում, տարբեր խորհրդարանական հանդիպումներ ունենում, ու այդ ընթացքում իրենք կարող են իրենց կապերը օգտագործել նամանավանդ, որ նախագահներ են եղել իրենց թիմերի առաջնորդները, այսինքն իրենք մեծ կուսակցությունների ընտանիքի մաս են կազմում, օրինակ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում իրենք ազդեցություն ունեն որոշակի, հեղինակություն ունեն, վերջ-վերջո ամեն մեկը իրենցից 10 տարի Հայաստանը ղեկավարել է, ու այդ կապերը իրենք կարող են օգտագործել, կամ օրինակ երկրորդ նախագահան ամեն անգամ շեշտում է, որ ինքը ինքերական կապեր ունի Վլադիմիր Պուտինի հետ, այդ հնարավորությունը ինքը չի օգտագործել, ու մեծ հաշվով այսօրվա իշխանությունը ու ընդդիմությունը իրենք ուղղակի արդեն հիմա սկսել են ավելի ներդաշնակորձել միմյանց հետ, այսինքն հիմնական կարևորագույն հարցերի շուրջ իրենք ընդհանուր կոնսենսուս ունեն։ Դրանցից է նաև գերիների նկատմամբ անտարբերությունը, որովհետև Ադրբեջանը գերիներին դատելով դատում է Հայաստանի Հանրապետության, այդ մարդիկ ուղղակի գերիներ չեն, այդ մարդիկ եղել են պաշտոնյաներ ու ամենայն հավանականությամբ այդ մարդկանց անունից գրվել են ցուցմունքներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որ Ադրբեջանը օգտագործել է երբ որ ընդդեմ Հայաստանի հայցեր է ներկայացնելու։ Դրա մասին նաև քաղաքական հայտարարություններ են անում Ադրբեջանից, տարբեր թվեր են ասել 50 միլիարդ, դրանից ավելի մեծ գումարներ, որ ռազմատուգանք պետք է վճարի Հայաստանը, Ադրբեջանի պարտավորություն պետք է ունենա։ Իմիջիայլոց ասեմ, որ ընդդիմությունը օրինակ երբեք հարց չի բարձրացրել, օրինակ պատերազմի ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը ռազմական դրություն է մտցրել Հայաստանում, բայց մոբիլիզացիա չի հայտարարել, այնինչ պատերազմը ընթանում էր Արցախի դեմ, ոչ թե Հայաստանի դեմ, ու մենք տեսել ենք պատերազմի ժամանակ, որ հստակ կար, որ այդ պատերազմական գործողությունները դուրս չպետք է գա Արցախի տարածքից։ Նիկոլ Փաշինյանը գնացել է ստորագրել օրինակ նոյեմբերի 9-ը, եթե Հայաստանը պատերազմող կողմ չէ, ինչի է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անունից ստորագրել, սրանք իրավաբանորեն մեծ խնդիրներ են առաջացնում հենց Հայաստանի Հանրապետության համար, ու ընդդիմությունն ու իշխանությունը համատեղ լոյալ են այս թեմաների հետ։ Երբ որ մենք օրինակ հարց ենք բարձրացնում, ասում ենք օրինակ ինչին եք դեմ Նիկոլ Փաշինյանի, դուք որպես ընդդիմություն, հոդաբաշխ պատասխան չկա։ Օրինակ դեմ եք արդյոք նոյեմբերի 9-ին, որը որ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, իրենք լռում են։ Արցախի հարցը ինքը համարում է փակված, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Դուք այդ հարցում ինչ դիրքորոշում ունեք։ Լռում են կամ ճանաչում են Նիկոլի ճանաչած տարբերակը, այսինքն Արցախը Ադրբեջանի կազմում են իրենք ճանաչում։ Այս հարցերի շուրջ իրենք նույնակարծիք են։ Կամ օրինակ օգոստոսի 8-ի այդ երկկողմ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Ասում ենք դեմ եք դուք դրան, կողմ եք դրան, ինչ առաջարկ ունեք, իրենք բոլորը նույնն են ասում, որ դա ճիշտ փաստաթուղթ է ստորագրված։ Իրենց բոլորի համար դա ճիշտ փաստաթուղթ է։ Թռիփ կոչվածին կողմ եք թե դեմ եք։ Ինչ կարծիք ունեք, ինչ առաջարկ ունեք դուք։ Բոլորը այդ բոլոր հարցերի շուրջ կողմ են ու
հիշեցնեմ, որ այդ բոլոր թեմաները Նիկոլ Փաշինյանի թեմաներն են։ Նիկոլ Փաշինյանը գնաց է ստորագրել, Նիկոլ Փաշինյանը պարտավորություն վերցրել, հիմա անդիմությունը ինչին է դեմ։ Նիկոլ Փաշինյանի անձին է դեմ, թե իր արած գործողություններին։ Մարտական եղբայրություն միաբանությունը օրինակ այդ հարցերի շուրջ իր դիրքորոշումն ունի ու շատ հստակ նշել ենք, թե որ թեմային ինչպես ենք վերաբերում ու մեր կարծիքը, մեր առաջարկը արմատապես տարբերվում է Նիկոլ Փաշինյանի բերած օրակարգից, արմատապես։ Այ մենք կարող ենք մեզ համարել իրական ընդդիմություն, իսկ մնացած այդ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը առաջին հերթին պարլամենտական, երկրորդ հերթին այս նոր քաղաքական ուժերը, որոնք որ հայտ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին լինեն ընդդիմություն, պետք է հենց այս հարցերի շուրջ իրենց կարծիքը արտահայտեն, իրենց դիրքորոշումը արտահայտեն, որի մասին իրենք չեն խոսում են սոցիալական թեմաներից։ Ամեն դեպքում մեր քաղաքական գործիչները, թե ընդդիմադիր թե իշխանական, ելնում են այն կետից, որ նոյեմբերի 9-ը արդեն իսկ ձևավորված իրականություն է, նոյեմբերի 9-ի փաստաթղթերով նշված իրականություն արդեն իսկ ձևավորված իրականություն է եւ սրա շուրջ պետք է աշխատել արդեն թե թրիփը թե նոյեմբերի 9-ը, այսինքն նրանք գտնում են, որ ցավոք սրտի արդեն փոփոխման ենթակա չէ։ Նրանք այստեղ էլ են մանիպուլացնում հասարակությանը, որովհետև նոյեմբերի 9-ը ուղղակի հայտարարություն է, որից կարելի է դուրս գալ, իսկ թրիփի մասին դա ընդհանրապես նախաստորագրված փաստաթղթեր են, հստակ ինչ-որ բաներ դեռ գոյություն չունեն, այսինքն իրենք դեռ մի սուարում չեն ստացել այդ փաստաթղթերը։ Նամանավանդ, որ օրինակ թրիփը չի հաստատվել օրինակ ԱՄՆ կոնգրեսում, այսինքն ԱՄՆ-ն էլ ստեղ դերակատարություն կարելի ասել չունի։ Նախագահի մակարդակով էսպայն որոշակի միջնորդություն կա, թրիփի մասով կարող է մի քիչ ավելի շատ, քան նախաստորագրված խաղաղության մասին, բայց դրանք դեռ հռչակագրային մակարդակի հայտարարություններ են, որից կարելի է հրաժարվել կամ կարելի է նոր մոտեցումներ առաջարկել։ Օրինակ քաղաքական ուժ կա, ուժ ներկայացուցիչ կա, որը որ այլ տարբերակի առաջարկում, որը որ տարբերվում է Փաշինյանի կամ մնացած ընդդիմության առաջարկներից։ Խոսրով Հարությունյանը դրա մասին բազմաթիվ անգամներ խոսել է, երբ որ ինքը այլ բան է առաջարկում, չնայած դրա հետ էլ մենք համաձայն չենք, բայց օրինակ այդտեղ այլ տարբերակ կա, երբ որ ասում են Հայաստանի հյուսիսով պետք է միջանցքի ճանապարհն անցնի։ Իսկ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին, ասեմ, որ մենք այն ամենասկզբից, երբ որ գերիների հարց է քննարկվել, ասել ենք, որ այդ մարդկանց հետ կապված պետք է Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ անի, որպեսզի այդ մարդիկ օր առաջ վերադառնան Հայաստան։ Ու այդ հարցը փակված հարց չի, գերիների հարցն էլ փակված հարց չի։ Ոմանք օրինակ փորձում են էմոցիոնալ ֆոնի վրա խաղալ ու մարդկանց ներկայացնել, որ այ գերիների հարցն է, որ լուսպի կարելի է գնալ Ադրբեջանի խաղաղության։ Ոչ, գերիները պետք է վերադառնան։ Արցախի հարցը փակ չէ։ Հայաստանի Հանրապետության տարածքներից բազմաթիվ տարածքներ օկուպացված են։ Սրանք հարցեր են, որ մեզ բազմաթիվ կիլոմետրերով հեռացնում են խաղաղությունից ու իմիջիալս այդ խաղաղության մասն էլ երբ անդադ խոսում են, պետք է ասենք, որ չկա խաղաղություն ու չի կարելի հենվել Ալիևի խոսքի վրա, ասել դե խաղաղություն է, Ալիևը երաշխիքներ է տվել։ Հայաստանում հիմա բոլորը Ալիևի փոխարեն փորձում է երաշխիքներ տալ, որ իրենք կգան ու խաղաղություն կբերեն։ Դա էլ մանկամտություն է, այսինքն ԱՄՆ հույսով կամ Ռուսաստանի հույսով կամ Ալիևի երաշխիքներով հայ ժողովրդին խաղաղություն են փորձում հրամցնել։ Դե ասում եք փոխեք ձեր սահմանությունը եւ խաղաղության մասին կխոսենք։ Հաջորդ պահին Ալիևը փոշմանում է։ Մենք տեսել ենք Ալիևի գործողությունները, այսինքն ինքը իր պարտավորությունից որևիցե մեկը չի կատարել։ Հիմա ինչից են իրենք վերցրել, որ կարելի է Ալիևին հավատալ։ Դրա փոխարեն մենք ասում ենք, որ անվտանգություն կարելի է կառուցել, նորմալ անվտանգություն, որպեսզի մենք կարողանանք ինքներս մեզ պաշտպանել։ Այսօր Ադրբեջանը միգուցե այլ երկիր է մեր վրա հարձակվում։ Իրենք հանգիստ նստած են իրենց տեղերում, բանակը չեն զարգացնում, չեն հզորացնում։ 1-2 գնում են կատարել, դրանով փորձում են ներկայացնել, բայց մենք իրենց տրամաբանությունը տեսնում ենք, որ իրենք հավատացել են իրենց ասած խաղաղությանը ու գնում են բանակ կազմալուծելու ճանապարհով, բանակ անլրջացնելու ճանապարհով։ Իսկ դրա փոխարեն Ադրբեջանը ամեն օր զինվում է։ Ում դեմ է կռվելու։ Մի փորձագիտական շրջանակ կա, որ ասում Ադրբեջանը զինվում է ընդդեմ Իրանի, որ մեր դեմ չի զինվում։ Ասենք Ադրբեջանը մեր դեմ է կռվել,
հայ ժողովրդի դեմ է կռվել, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության դեմ է կռվել, իրենք այսօր դա ոչ վաղանցյալում է եղել, այսինքն չի եղել 1000 տարի առաջ, եղել է 5 տարի առաջ, 2 տարի առաջ, 3 տարի առաջ։ Դե մարդիկ ասում են, պահանջներ չունեն Ղարաբաղի որ վերջացրել են։ Ալիևը պահանջներ է ներկայացնում ամենօրյա ռեժիմով։ Ամենօրյա ռեժիմով ինքը պահանջներ է ներկայացնում։ Տարածքային պահանջներ կան։ Տարածքային պահանջներ կան։ Սևանի Արևելյան ափն է ուզում, Սյունիքն է ուզում, Հայաստանի մի մասը քարչակել Արևմտյան Ադրբեջան ամեն օր ժողովներ են անում։ Պետական մակարդակով հովանավորվող, ֆինանսավորվող կառույցի հետ Արևմտյան Ադրբեջան ՀԿ-ն, որը որ ներկայացուցիչներ ունի Ադրբեջանի հետ մեջլիսում, հերոստանգերություն ունի ու իրենք այդ գիծը շարունակում են առաջ տանել։ Մենք գնում ենք խաղաղության, հավատալով Ալիևի խոսքին։ Խափում են, բոլորն են խափում։ Ու երբ որ տարբեր քաղաքական ուժեր սրա մասին փորձում ենք լռենք, ասենք Փաշինյանին օգուտ չտանք, թող ընդդիմադիրներն էլ ինչ որ քայլեր անեն, որպեսզի Փաշինյանին հեռացնենք, բայց այդ մարդիկ նույն բանն են առաջարկում, ինչ որ Փաշինյանը, իրենք Փաշինյանից ավելի Փաշինյան են փորձում երևալ։ Դուք ասում եք, որ բանակի զարգացման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, բայց փաստացի օրերս Պաշտպանության նախարար Պապիկյանը հրապարակել էր պաշտպանական ամրությունների պատկերներ, ցույց էր տալիս, որ նոր աշխատանքներ են կատարվում, նոր զինատեսակներ են գնվում, չի օգնում սա պաշտպանության բարձրացմանը։ Դրանք այսպես թե այնպես պետք է անեն, բայց դա բավարար չէ։ Ոչ թե լավ, այլ բավարարել չէ։ Երկրորդ, երբ որ բանակի օրինակ ժամկետը կրճատում են կես տարով, փորձեմ ներկայացնել, թե դա ինչ է իրենից ենթադրում։ Երբ որ օրինակ խրամատում կանգնած են 4 զինվոր, դարձնում ես տարի ու կես, դառնում է 3 զինվոր, այսինքն այն գործը, որ պետք է անեն 4 զինվորով, կրճատում է 3 զինվորը դառնում։ Մենք գիտենք, որ ինչքան է դժվար է այդ գիշերային հերթապահությունները իրականացնել, այսինքն 3 հերթափոխով իրականացնել, թե 4 հերթափոխով, դա ահռելի մեծ տարբերություն է։ Այսինքն եթե զինվորը օրական քնում է 4 ժամից պակաս, ու ինքը այդպես 20-25 օր մինչև մի ամիս դիրքերում է, այդ զինվորը այլևս մարդունակ չէ։ Դու կարող ես այդ զինվորին ամրաշինական կառույցներ տրամադրել, բայց այդ զինվորը ունակ չի լինելու արդեն պաշտպանել։ Հիմա մենք ում համար ենք այդ ամրաշինական կառույցները կառուցում։ Զինվորների, որպեսզի զինվորները կարողանան նորմալ ծառայություն տանել, մի կողմից այդ անում է, մյուս կողմից բանակի մարդունակությունը նվազեցնում։ Երբ որ օրենք են ընդունում, որ վճարեք ու մի ծառայեք, սրանից ելնում է, որ բանակի մարդունակությունը ընկնում է, բանակի նկատմամբ վերաբերմունքն է փոխվում։ Ու գնումներն էլ մեծ հաշվով, այդ ինչ գնումներ են արել։ Դե ասում են այդ գումարը, որ դու վճարում ես բանակ չգնալու համար, մենք կվճարենք եւ պայմանագրային զինծառայող կլինի քո փոխարեն։ Չի լինելու։ Իրենք բարոյալքում են բանակը։ Ու պայմանագրային զինծառայողները ասում են ժամկետային զինծառայողներից քանակ են կրճատում, պայմանագրային չեն տանելու ժամկետայինների ծառայության։ Դա առանց ստորաբաժանում է ու ժամկետայինների խնդիրը բարթանում է։ Բաց այդ ամբողջ Եվրոպան հիմա փորձում է անցում կատարել ժամկետային զինծառայության, հիմա մեր մոտ սկսում ենք փոխել։ Աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմների, մենք գնում ենք դեպի խաղաղություն։ Իբր թե խաղաղություն։ Շատ լավ կլինի, որ խաղաղություն լինի, բայց մենք պետք է հասկանանք, թե ում հետ գործում ենք։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ ամենայն հայոց կաթողիկոսին արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելը, ըստ երևույթին նա մեղադրվում է ինչ-որ հանցագործության մեջ։ Սա աննախադեպ գործողություն է պետության կողմից եւ ինչ նպատակ սա կարող է հետապնդել։ Արդյոք սա պարզապես եպիսկոպոսատ ժողովի աշխատանքները խափանելու միտված քայլ է, թե ավելի լայն նպատակներ ունի։ Ինչից խոսանք, պետք է հետ գանք, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է առհասարակ հայկական ինքնության դեմ, հայկական հիմնական կառույցների դեմ ու հանցագործության դեմ չի պայքարում։ Իրենք ասում են, որ եկեղեցում ինչ-որ խնդիրներ է եղել, բայց սա արդեն ակնհայտ է։ Ամեն անգամ խոսենք, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի պատերազմ է հայտարարել եկեղեցուն, կարելի ասել ոչինչ չասեցինք։ Ինքը պայքարում է հայկականության դեմ։ Այո, կաթողիկոսին դուրս գալու հետ կապված ինքը արգելք է դրել ու ինքը դրա մասին հայտարարեց։ Ինքը ասուլիս տվեց դրա մասին հայտարարեց, ասաց, որ կարգել եմ, չեմ թողնի, գանձերն են տանում, գողանում են, թալանում են։ Ամենաշատը իրենք են թալանում։ Միջայլոց գանձերի մասին ձեզ պատրաստվում է հարցնել։ Մարդն ասում է, որ թույլ չեմ տալու կաթողիկոսության հեռացումը Հայաստանից այդ գանձերի հետ միասին։ Իսկ եթե գանձերը իրեն թողնեն հեռանա աթոռը Հայաստանից, թույլ կտա։
Դրանք երկրորդական հարցեր են։ Սա Ադրբեջանի կողմից է այս պահանջը։ Մենք պետք է հիշենք, որ 25 թվականի մայիս ամսից սկսած Փաշազադեն հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է, անվտանգության սպառնալիք է տարածաշրջանում, ինքը կայունությունը խաթարելու է, դրա համար եկեք պայքարեք հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եկեղեցիների ժողովում հայտարարեց, չէ՞, ու Փաշինյանը լծվել է այդ գործին։ Իմիջիայլոց խոսքը Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի մասին է։ Մենք չենք հեգնում Փաշինյանին, տարբեր մարդիկ են դրանք, չնայած նույն գործն են անում։ Իրենք պայքարում են հայ եկեղեցու դեմ, հայկական ինքնության դեմ, այսինքն պայքարում են եկեղեցու, բանակի, չգիտեմ, Մեսրոպ Մաշտոցի դեմ են պայքարում, կրթության, մեր ազգային բոլոր են հենքերի դեմ են պայքարում։ Դե ասում եմ Մեսրոպ Մաշտոցի նկարը պետք չի ուղղակի լինի, պետք է QR կոդով մի հատ մտնես, տեսնես, եթե ինտերնետ չեղավ, չեն իմանա ով Մեսրոպ Մաշտոցը։ Ախր սրանց շնորհիվ է, չէ՞, ամեն ինչի շնորհիվ է, որ մենք այսօր ունենք Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, անկախ Հայաստան ունենք, մենք տարերի խորքից եկել ենք ու գոյություն ունենք որպես ազգ։ Մեր նման բազմաթիվ ազգեր պատմության ընթացքում ձուլվել են, վերացել են, ոչ միայն պետություններն են վերացել, այլ նաև ազգերն են վերացել։ Իսկ մենք գոյություն ունենք, որովհետև մենք ունենք մեր սեփական գիրը, ունենք մեր սեփական կրոնը, այսինքն հայ առաքելական եկեղեցին, ինքը տարանջատված է մյուս քրիստոնյա եկեղեցիներից։ Սա ժամանակին քաղաքական որոշում է եղել, մեր նախնիները բավականին խոհեմություն են ունեցել, տարանջատել են, որպեսզի հայկական ինքնությունը պահպանեն։ Ու Փաշինյանը հիմա Ադրբեջանից եկող հրահանգներով փորձում է սրա դեմ պայքարել։ Չհասկանալով, որ ինքը մի բանի դեմ է պայքարում, որի դեմ ինքը անզոր է։ Վերջերս քննարկում ենք մեր մոտ այդ ինքնությունը այնքան խորն է նստած։ Մենք մինչև հիմա երդվելուց արևով ենք երդվում։ Մեր մեջից հեթանոսությունը չեն կարողացել, քրիստոնեությունը հեթանոսությունը չի կարողացել հանել։ Ուր մնաց հիմա ամրացած քրիստոնեությունը Փաշինյանը իր մի սերնդի ընթացքում փորձելու է հանել։ Չի ստացվելու, ասենք դա հայկական ինքնությունն է, որը որ շատ խոր արմատներ ունի։ Տեխնիկական մասով կարաս ասես, բանը ԿԳՄՍ-ն համարյա բոլոր դասագրքերի, համարյա բոլոր դասերի մեջ QR-ներ ունի, որոնցով պետք է գնաս ինչ-որ բան լսես, որ վարչությունը գրես եւ այլն, իսկ քաղաքապետարանի կրթության վարչությունը արգելել է հեռախոսների օգտագործումը կրծել։ Ես դպրոցական երեխա չունեմ, չգիտեմ այդ ոնց է կատարվում։ Մենք ավելի հաճախ ենք տեսնում զենքի գործադրմամբ բռնության դեպքեր հանրապետության տարբեր մարզերում եւ մայրաքաղաքում։ Որոշ քաղաքական գործիչներ, բնականաբար իշխանական, հանրային գործիչներ ասում են իրականում հանցագործությունների քանակը եւ հատկապես զենքի գործադրմամբ հանցագործությունների քանակը չի ավելացել, նույնն է մնացել եւ որոշ մարդիկ ասում են դեռ մի բան էլ պակասել է, ուղղակի հիմա մեկի մոտ հանդիպեցի, ասում են խոշորացույցով նայում են որպես հրապարակեն նման դեպքերը։ Ձեր կարծիքով հանրությունը իրոք կարիք ունի անհանգստանալու այսպիսի դեպքերի քանակով, թե իրականում հիմա ավելի լավ է լուսաբանվում։ Ես կփորձեմ այս հարցի ավելի խոր արմատներին անդրադառնալ, որովհետև երբ որ մենք պատերազմից հետո հայտարարում էինք, պահանջում էինք, որ զենք ազատականացնեն, որպեսզի բոլոր քաղաքացիները լինեն զինված, մեզ ասում էին, դա բերելու է վտանգների հակառակը։ Երբ որ քաղաքացիները բոլորն են զինված, այդ ժամանակ զենքի գործադրման հանցագործությունները նվազում են։ Հիմա որոշ մարդկանց մոտ զենք կա ոչ օրինական, ու հիմնականում այդ հանցագործությունները կատարվում են ոչ օրինական զենքերից։ Մենք չենք տեսել որ օրինական զենքերից 0-ին ձգտող թիվ է։ Եթե լինել զուտ ուղղակի անվտանգության կանոնները չպահպանելու դեպքերում որ օրգրանցված օրինական զենքով հանցագործություններ են տեղի ունեցել, միտումնավոր չեն եղել։ Երբ որ բոլոր քաղաքացիները կլինեն զինված, այդ ժամանակ մեր մոտ զենքի գործադրման հանցագործությունները կնվազեն, այսինքն երբ որ մարդը զենք ունի ու փորձում է գործադրել, իմանալով որ դիմացինն էլ է զինված, ինքը դրանից սկսում է զգուշանալ։ Բայց օրենքը, քանի որ բավականին թերի է, նաև այստեղ է խնդիրներ առաջանում։ Օրինակ ԱՄՆ-ի տարբերակը շատ ավելի լավ է, երբ որ մարդը իրեն կարող է պաշտպանել իր տանը։ Մեր մոտ մարդիկ կվախենան իրենց տուն ներխուժած հանցագործին իրենց զենքով, օրինական զենքով վնասազերծելուց, որովհետև հետագայում իրենք են գնալու ինչ-որ պատիժ կրելու։ Դրա համար եւ սեփականության նկատմամբ իրավունքը եւ այդ սեփականությունը պաշտպանելու իրավունքը պետք է ավելի խրախուսվի օրենքի տեսանկյունից, ինքը պետք է ավելի ամրանա ու ավելի հստակ շարադրվի օրենքում։ Ու
պետք է խրախուսվի քաղաքացին առհասարակ զինվելը, որտեղ երբ որ մենք ունենանք զինված հասարակություն, այդ զենքի գործադրման փանցագործությունները նվազելու են։ Հիմա ունենք անօրինական բազմաթիվ զենքեր շրջանառվող, որը որ լավ բանի չի բերում։ Իմ միջալուց ասեմ, որ երբ որ զինված հասարակություն ունենանք, այդ դեպքում մեր թշնամիները ավելի զգուշ կլինեն Հայաստանի հետ։ Այսինքն պահանջներ չեն ներկայացնի, որովհետև օրինակի տարբերություն Ադրբեջանի Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, ու մենք վախենալու բան չունենք, այսինքն երբ որ բոլորը զինված լինենք, ինչ որ մի խումբ չի անկախանալու Հայաստանից, փորձի իր անկախության հարցը բարձրացնել։ Դա ատոմային զենքի նման մի բան է, երբ որ մենք ունենանք այս տարածաշրջանում զինված հասարակություն։ Մեր թշնամիները Ասում են չեն այդ հրացանների ժամանակն անցել է, ինչ եք խոսում հրացաններից բան, դրանց մասին ինչ եք ասում։ Հիմա տեսեք, օրինակ, երբ որ պայմանական Ադրբեջանը չի, Թուրքիան է հարձակվել է Երևանի վրա։ Երևանում կա 1 միլիոն բնակչություն, որի կեսը զենք ունի, զինված է։ Թուրք զինվորները չեն կարող Երևանում հանգիստ շրջել։ Վերջի ենթադրենք անօթաչու սարքերով որոշակի ստրատեգիական նշանակության օբյեկտների հարվածեցին, որոշակի մարդկանց ենթադրենք վնասազերծեցին կամ սպանեցին, բայց դրանից հետո իրեն զինվորը պետք է գա որպեսզի ամրանա, իրեն զինվորը վախենալու է մուտք գործել Երևանը։ Վերջի իրեն զինվորն է մարդ, որը որ հասկանում է, որ ցանկացած պատուհանից, ցանկացած նկուղից իր վրա կարող են կրակել։ Ինքը իրեն անվտանգ չի զգալու, ու սա շատ լուրջ բան է, որ մենք պետք է շատ արագ անցում կատարենք զինված հասարակություն ունենալուն։ Այդ մոբ ասվածը պետք է իր զենքն ունենա, իր մասնաբաժին զինամթերքն ունենա։ Հասարակությանը զինվում մենք կարող ենք հայտ ներկայացնել, որ մենք կարող ենք ինքներս մեր անվտանգությունն ապահովել, դա բարդ բան չի։ Նախնական զինվորական պատրաստության դասաժամերը պետք է վերածվեն այդ դրոնների տիրապետելուն, երեխաներին դպրոցական հասակից պետք է զինավարժ դարձնել, այսինքն ամսական գոնե մեկ անգամ տանել հրաձգարաններ, որպեսզի կարողանան զենքից օգտվել։ Նման գործողություններով երկիրը կարելի դարձնել անվտանգ, որպեսզի մեր հարևանները ու մեր թշնամիները հասկանան, որ մեզ հետ չի կարելի ուժի լեզվով խոսել, ու պետք է իրենք էլ գնան զիջումների, պետք է իրենք էլ հասկանան, թե ում հետ գործ ունեն։ Սա բարդ բան չի, որ մեր իշխանությունները չեն անում, ուղղակի քանի որ մեր իշխանությունները սպասարկում են մեր թշնամիների օրակարգը, իրենք այս ամենից փորձում են խուսափել, ու երկու հատ շինարարություն անելով չեն կարող իրենք պնդել, թե բանակը զարգացնում ենք, երկիրն ավելի անվտանգ ենք դարձրել։ Իրենք ուղղակի հույսները դնում են, ասում եմ, Ալիևի գթասրտության վրա։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին Դուգինի եւ Սոլովյովի վերաբերյալ իր կոպիտ նկատողությունների մասով։ Նա ասում է, որ ինքը իրավունք ունի պատասխանել նրանց իրենց իսկ լեզվով։ Պարոն Սիմոնյանը չի հասկանում, որ ինքը ի տարբերություն իր վեզավիների ներկայացնում է պետական տեսակետ։ Լավ հասկանում է, ինքը ուղղակի հիմա շոումեն է, իր մասնաբաժին շոուն է իրականացնում, ցույց է տալիս, որ իբր թե իրենք գործ չունեն ռուսները, բայց նույն Ալեն Սիմոնյանը վերջերս է Ռուսաստանում, երբ որ քննարկումներ էր տեղի ունեցել իր ռուս գործընկերների հետ, բազմաթիվ պայմանավորություններ են ձեռք բերվել ու շատ ջերմ։ Այդ նույն Ալեն Սիմոնյանն էր։ Մենք նախորդ շաբաթ ենք սրա մասին խոսել, որ թե երկաթգծի մասով, թե մնացած հարցերով իրենք պայմանավորվել են ու շատ դրական է իրենց գործունեությունը Ռուսաստանի իշխանությունների հետ։ Իսկ Սալավյովին ինքը պատասխանում է ուղղակի հանրության է մոլորեցնում, որ իբր այսօրվա իշխանությունները Ռուսաստանի հետ բացարձակ կապ չունեն, բայց կարծես թե միտում կա, թե ռուսական կողմի ձեռքում նոր խաղաքարտեր ավելացնելու նպատակ ունեն այս իշխանությունները, որովհետև մեր քաղաքական գործիչները անում են հայտարարություններ ի պատասխան այնպիսի մարդկանց, որոնք իրականում պետական պաշտոնյաներ չեն ռուսական կողմից։ Ռուսները փորձում են աջակցել այսօրվա իշխանություններին, բայց երկու քայլանի կոմբինացիաներով, այսինքն իբր այսօրվա ընդդիմությունը ռուսական է, իսկ իշխանությունը հակառուսական, ասենք Ամերիկայի կողմից է ինքը աջակցություն ստանում, իսկ ռուսների դեմ են իրենք աշխատում, փորձում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից, չնայած որ Ալեն Սիմոնյանը մի շաբաթ առաջ, 10 օր առաջ
Ռուսաստանում էր եւ ասում էր, որ պատակ չկա, որ Հայաստանը հապկից դուրս գա կամ յատամից դուրս գա, մենք հակառակը գործընկերային հարաբերություններ ունենք, դաշնակցային հարաբերություններ ու մի բլոկի մեջ ենք գտնում ու շարունակելու ենք աշխատել։ Երկաթգծի մասով էր խոսակցություններ տեղի ունեցել, այս նույն Ալեն Սիմոնյանն է։ Այլ մարդ չի, ասենք, իրենց թիմից այլ ներկայացուցիչ չի։ Իսկ Սալավյովի հետ ինքը կռվի մեջ է մտել, որպեսզի հանրությանը ցույց տան այլ բան, որ մենք դեմ ենք ռուսներին, ընտրեք մեզ ռուսներից առանձնանանք։ Գնանք դեպի Եվրոպա, ԱՄՆ։ Հեսա բոլորին գրին քարտ են տալու, հեսա բոլորը Շենգեն վիզաներ են ունենալու, գնալու եք Եվրոպա, կարող եք գնալ նույնիսկ հետ չգա։ Խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մեծ բացատրում է, որ Արմեն Սարգսյանը կարողացավ դառնալ նախագահ եւ իրենց իշխանության օրոք մնալ նախագահ, որովհետեւ նրա երկրորդ քաղաքացիության մասին հայտնի չէր։ Հավանաբար նա նկատի ունի տարբերությունը Սամվել Կարապետյանի դեպքի հետ։ Իսկ ինչու՞ հայտնի չէր դարձել Արմեն Սարգսյանի երկրորդ քաղաքացիության հանգամանքը, իրենք չէին պարտավոր պարզել դա։ Այդ խոսակցությունները մինչև Արմեն Սարգսյանը նախագահ դառնալն է տեղի ունեցել։ Դրանից հետո Փաշինյանը հեղափոխության ընթացքում հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ, հետո հայտարարեց, որ ես տեսել եմ այն փաստաթուղթը, որ Արմեն Սարգսյանը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հիշեցնում եմ, Փաշինյանն է հայտարարել, որ ինքը տեսել է, որ Արմեն Սարգսյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Երաշխիքը տվել է Փաշինյանը ժողովրդական այդ մեծ ալիքի ժամանակ, երբ որ հայ հանրությունը պահանջում էր մի բան, ինքը հավաստիացրեց, ասաց ես ինքս եմ տեսել, ինչու՞ ցտեց։ Հետո բանից բարձվեց, որ չէ, երբ քաղաքացի եղել։ Լավ, եթե իրենք այդ ժամանակ նոր իմացան։ Արմեն Սարգսյանը պետք է ենթարկվեր քրեական պատասխանատվության, որպես օրենք խախտած, սահմանադրությունը խախտած մարդ։ Դե ասում եմ փախել է։ Իրենք ձեռ են առնում։ Հայ հանրությանը ձեռ են առնում։ Ծաղրում են։ Իսկ ինչ մնում է, որ Սամվել Կարապետյանի հետ կապված կարող է դառնալ, թե չի կարող դառնալ։ Մենք տեսել ենք, որ այս երկրի սահմանադրությունը իրենցից ոչ մեկ չի հարկում։ Ամեն մեկը նոր փոփոխության ենթարկում։ Հարգանք չկա, չեն էլ փոխում, իրենք սահմանադրության վրա թքած ունեն, ով ինչ ուզում անում են։ Նիկոլ Փաշինյանն էլ բազմաթիվ անգամներ սահմանադրությունը խախտել, սահմանադրական կարգը, քրեական օրենսգրքով, չգիտեմ, սահմանադրական օրենքներով։ Միայն այն, որ ինքը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտել է ուժի սպառնալիքի ազդեցության տակ, դա ինքնին արդեն սահմանադրության խախտում է։ Բայց մենք տեսնում ենք, որ շարունակում են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները բոլորով միասին անգործունակ են, իրենք կարող են միայն օրվա իշխանության դիմախոսներին, իրական դիմախոսներին լրացնել, բանտարկել կամ քշինցու քրեական գործեր սարքել, բայց հիմնականում մնացածին աջակցում են։ Ու հա, սահմանադրությունը միշտ կարող են խախտել ու կեղծել, չգիտեմ, ինչ-որ փաստաթղթեր թքած ունելով Հայաստանի Հանրապետության վրա։ Երևանի քաղաքապետ Ավինյանը նոր Խարբերդի մանկապարտեզի կառուցման վերաբերյալ իր խոսքում ասաց, որ կարող է մեկին պտի խաչենք, բայց այսքան ժամանակ չպիտի կորցնենք եւ այլն։ Մեր երկրում բռնության խոսք ասողներին ենթարկում են պատասխանատվության քրեական։ Ինչու այս բոլորին անտրողաբար։ Դե Ավինյանը հիմա որ դաշտում է գտնվում, իրեն պետք է Ավինյանին չեն բռնի, չեն էլ հարցակնի, ոչ մի հարց էլ չեն տա, որովհետև ինքը սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը։ Ինչպես սպասարկում է օրինակ Ռուբեն Բաբայանը, երբ որ նույնպես բռնության կոչ էր անում, պլետելու կոչ էր անում, չգիտեմ, այդ ինչ ֆետիշ էր իր մոտ, ինչ ցանկություններ էր։ Դե իրանց առաջնորդն ասում է պատերով կտամ, իրենք է պլետում են, ոչինչ։ Ճիպոտում էր, չգիտեմ, նման հայտարարություններ անում են ու անպատիժ են մնում, որովհետև երկակի ստանդարտներ է Հայաստանի Հանրապետությունում գործում, իրավապահ համակարգը ձեռփակալում է օրինակ Միքայել Սրբազանին ավելի լայն հայտարարություն անելու համար, չնայած որ ինքը ավելի մեղմ էր, մեծաշուր ինքը ասում էր մեկը չեղավ, ինքը չէր ասում որ պետք է անի, ասում է մեկը չավ, հարց էր տալի, մեկը չկար, չգիտեմ, զինվորականության մեջ, որ երկիրը հասցրեցին այսօրվան։ Եվ խոսքը 1 տարվա վաղեմություն ունեցող կամ օրինակ Աշոտ Մինասյանը, երբ որ ձերբակալել են, հա, ասենք Քելբաջարը ազատագրած հրամանատար, զենքի գործով ձերբակալել են, հա, այդ մարդու տունը, ասենք ադրբեջանցիներից 500 մետր հեռավորության վրա է գտնվում։
Նորմալ է, որ այդ մարդը իր տանը զենք ունենա, իրեն կարողանա պաշտպանել։ Ինչի խաղաղությանը չի հավատում, որ իր զենքով է ուզում պաշտպանվել։ Չէ, չի հավատում, պաշտպանում չի հավատում։ Ու դրա հիմքերը կան, որ չհավատա։ Ու նման հրամանատարին խայտարակությունն է զենքի գործով տանեն ձերբակալեն։ Որտեղ են տեսել, որ Մինասյան Աշոտը, ասենք, հանցագործություն է իրականացնում։ Հակառակը պետությունը պետք է ինքը տար այդ զենքը ասել։ Պարոն հրամանատար, քեզ հասնում է զենքը, ու ոչ միայն այդ զենքը, այլ բազմաթիվ զենքեր, որպեսզի ինքը ունենա իր ստորաբաժանումը, որպես գրագետ հրամանատար։ Բայց այս մարդկան ձերբակալում են մյուսներին անտեսում են։ Ասում են լավ են անում, թող վախ տարածեն։ Հասարակության մեջ վախ են տարածում, որովհետև ոմանք, ովքեր որ ԿՊ պաշտպաններն են, նրանք ամեն ինչ կարող են խոսալ, ամեն ինչ կարող են անել ու չդատապարտվել, իմիջիայլոց ընդդիմադիրներից էլ շատերը։ Օրինակ Նիկոլի Դատարանը բազմաթիվ ընդդիմադիրների, իրենց հռչակած ընդդիմադիրներից իրականում ոչ ընդդիմադիրների կոռուպցիոն գործերով ձերբակալում էր, તો գործերը մաքրում էր, այդ մարդկանց դարձնում էր մաքրում մարդ ու բաց էր թողնում։ Այնպես ինչպես օրինակ Ռոբերտ Քոչարյանին։ Չնայած որ հիմա ասում են էլի քրեական գործեր կան, մեկն էլ հոդված էր գրել, որ խափանման միջոցը քաղաքականությունից չհեռանալ։ Սա իրականում տագնապալի իրականություն է։ Մենք ժամանակին շոկի մեջ էինք հայտնվում, երբ ինչ որ մեկն ասում էր ծնոտդ կծռեմ լրագրողին, բայց այսօր այս պատերով կտանքը, չգիտեմ, պտիխա չենքը եւ այլն առօրեական խոսքեր են դարել խորհրդանում, քաղաքապետարանում, վարչապետի բերանից։ Ինչպես պետք է մենք պայքարենք սրանց դեմ։ Նախկինում եթե դրանք ուղղակի հայտարարությունների մակարդակով են մնում, հիմա իրավական կերպով ռեպրեսիաների են ենթարկում քաղաքացիներին։ Ու այս լռությունն էլ մյուսների լռությունը, անտարբերությունը բերելու է ավելի մեծ աղետների։ Իմիջիայլոց նաև իրենց դռներն է թակելու, հենց նույն ԿՊԱ-ականներ, որովհետև մենք ԿՊԱ-ական պաշտոններից տեսել ենք մարդիկ, ովքեր որոշակի ինչ-որ մի փուլից հետո հայտնվել են հենց Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Այսինքն իրենք են սկսել հալածյալ դառնալ։ Հիմա ԿՊԱ-ականներն էլ վերաբերում, որ դուք ապահովագրված չեք, Փաշինյանը ձեր դուրն էլ է թակելու։ Նույն Ավինյանի դուրը միգուցե թակի հաջորդը։ Երբ որ ինքը այդպես հայտարարություններ անում։ Փաշինյանի համար չկան սրբություններ, չկան արժեքներ, չկան ոչինչ չկա։ Ինքը բոլորին փոխաբերական իմաստով մատաղ կանի, բոլորին իր իշխանությունը պահելու համար։ Ինքը նոր թիմ է հիմա ձևավորում, մենք տեսնում ենք փորձում ազատվի հներից նոր թիմ ձևավորի, որպեսզի նոր դեմքով հանդես գա։ Երբ որ գնաց սափրվեց, երբ որ իմիջը փոխեց ու չի կարողանում գտնել իր իմիջը։ Նոր թիմ է ձևավորում, որպեսզի հանրությանը կարողանա մոլորեցնել։ Իմիջիայլոց սրա հետ կապված, երբ որ լուր է մնում, ասում են բոլորի դռները թակում են, նույն Աշոտը Տերմինասյան մեր այդ խոսակցության ժամանակ ասեց, այս խնդիրները սկսեց 95 թվականից, երբ որ Արաբո հրամանատարը Մամվել Եղիազարյանի տան վրա հարձակում իրականացրեց այդ օրվա իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ու ասում եմ, մենք բոլոր հրամանատարներով լուր մնացինք։ Լուր մնացինք ու խնդիրը բոլորից դուրը թակեց։ Տարբեր տարիներին, բայց բոլորս անցանք այդ ամեն ինչի միջով։ Այսինքն մարդ հետագայում հասկացել է, որ իրենք պետք է լուրջ չմնային, հիմա մենք բոլորս պետք է լուրջ չմնանք նման թեմաների ժամանակ, որովհետև նախադեպեր են լինում, ու այդ նախադեպերը արդեն հնարավորություն են տալիս, որպեսզի հաջորդիվ դա կրկնվի։ Վերջում դրականի մասին Թրամփն ասում է Ալիևն ու Փաշինյանը կարծես թե ընկերներ են դարձել, ասում է, որ նրանք հասկացել են, որ խաղաղությունն ավելի էժան է, քան պատերազմը։ Այսպիսի խաղաղությունը մեզ համար ինչ գին ունի, էժան է իրոք։ Հայաստանի Հանրապետության համար այդ խաղաղություն կոչվածը, որը որ միֆ է, բավականին թանկ է նստում։ Բավականին, որովհետև մենք դրանից ոչինչ չենք շահել, առայժմ միայն կորցրել ենք, միայն տվողի բերում ենք, Ալիևի համար ինքը շահեկան բան է։ Ալիևը այս ընթացքում բազմաթիվ բան է շահել, որովհետև Փաշինյանը դիմադրություն ցույց չի տվել, կռիվը դադարեցրել է, հետո էլ հանձնել է Արցախը, Փաշինյանը հանձնել է Տավուշից հատվածներ, Փաշինյանը Ջերմուկից է հատվածներ հանձնել, Փաշինյանը հանձնել է անխոչելոց ճանապարհ, նախաստորագրել է, չգիտեմ, պայմանավորվել է անխոչելոց ճանապարհի շուրջ։ Իմիջիայլոց այդ որոշակի փորձագետներ են, վերլուծաբաններ են, որոնք երեք կարդացի, որ խեղկատակության են վերածել։ Այսինքն մարդիկ կան, ովքեր հայտարարում են, որ այդ ճանապարհը
պիտի Թրամփի անունով չկոչվի, որովհետև նժդերն է տարածքները պահել ու իրավունք չունեն Թրամփի կամ Պուտինի անունով դնել կամ մեկ այլ մարդու, այլ այդ ճանապարհը պետք է լինի նժդեհի անունով։ Այսինքն այս մարդիկ նույնիսկ սա են փորձում ծաղրելու անլրջացնել։ Իբր թե խելացի ու հայրենասիրական բաներ են ասում։ Իբր պաթոսային, բայց ամբողջությամբ սպասարկում է հենց Ալիևի օրակարգը։ Հավաքվում են լուրջ դեմքով խոսում, ասում են բոլորը սպասարկում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը, բոլորը։ Իսկ Փաշինյանն ու Ալիևը հայընկերներ են։ Մենք տեսնում ենք, որ Ալիևը ամեն կերպ փորձում է աջակցել Փաշինյանին, որպեսզի Փաշինյանը մնա իշխանության։ Իմիջիայլոց նման կերպ աջակցություն են ցուցաբերում նաև ընդդիմադիրները։ Երկար ժամանակ չենք խոսել սրա մասին, փորձել ենք ավելի քիչ գտնել այդ ընդդիմությանը։ Փորձել ենք ցայն չանել, որ միգուցե իրենց մեղումների մեջ ազնիվ են, բայց հիմա արդեն լկտիաբար են իրենք նույն բաները կրկնում, այն ինչ որ Փաշինյանն է ասել։ Լկտիաբար իրենք տեր են կանգնում են ամեն ինչին, ինչ որ Փաշինյանն է պարտավորություն վերցրել Հայաստանի Հանրապետության անունից։ Ու իրենք նույն բանն են առաջարկում մեր հանրությանը։ Ի տարբերություն մեզ, որ մենք ասում ենք անկախություն եւ անվտանգություն։ Ինչը մեզնից է կախված։ Մենք չենք կարող հավատալ կամ հույսներս դնել Ալիևի խոսքին կամ Ալիևի գթասրտությանը։ Մենք հույսներս պետք է դնենք մեր վրա։ Մենք պետք է հենվենք մեր ստեղծած անվտանգության վրա։ Ոչ թե Ալիևի խոստումներին, ոչ թե Ալիևի ստորագրած փաստաթղթերին, նույնիսկ եթե ստորագրվի այդ փաստաթղթը խաղաղություն կոչվածը։ Ալիևը հաջորդ բան կարող է խախտել, որովհետև Ալիևը ստորագրել է նոյեմբերի 9-ը, հետո ինքը տես չի կանգնել իր ստորագրած նոյեմբերի 9-ին, բայց մեր իշխանությունները հավատարիմ են նոյեմբերին, որովհետև դեռ ճանապարհ են տալու։ Ալիևի հետ ստորագրվել է փաստաթուղթ, օրինակ, որ ատելության խոսք օգոստոսի 8-ով։ Փաստաթուղթը ստորագրել, որ ատելության խոսք ազգերի նկատմամբ, չգիտեմ, հարևանների նկատմամբ նման խոսք պիտի չտարածվի։ Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով հայերի նկատմամբ ատելություն է քարոզվում։ Ամփոփելով առաջարկում եմ մեզ լսողներին եւ դիտողներին միացեք ազգային հեղափոխություն կուսակցությանը, միացեք մարտական եղբայրությանը, միացեք մեր Telegram-յան, YouTube-յան ալիքներին, տարածեք այս ամեն ինչը, որպեսզի մենք օր առաջ կարողանանք փոխել այս իրավիճակը, որովհետեւ հնարավոր է ցանկացած իրավիճակում հնարավոր է բան փոխելը։ Երբ որ ձեզ առավոտից իրիկուն համոզում են, որ մենք հետ ենք ընկել, հնարավոր չի ոչ մի բան, ձեզ խաբում են։ Այդ մարդիկ սնվում են դրսից, այդ մարդիկ սնվում են Ադրբեջանի կողմից հովանավորվող ՀԿ-ներից, տարբեր տեղերից են սնվում ու իրենք պայքարում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Մենք հակառակն ենք ասում։ Դրա համար որպեսզի վաղը մեզ չմեղադրեք, թե մենք ինչու չենք կարողանում չմասնակցեցինք ընտրությանը, ինչու մեր առաջարկը չարեցինք, դրա համար դուք այսօր կարող եք միանալ այդ մեր կողմից ստեղծվելիք կուսակցությանը, որպեսզի մենք կարողանանք մասնակցել թե ընտրական process-ներին, թե քաղաքական մյուս process-ներին։ Այսքան այսօր։ Հաջողություն։